Եթե ես լինեմ իշխանության, խոստանում եմ, որ չենք սադրի, նույնիսկ եթե մեզ բռնաբարեն։ Այդ լեգիտիմությունը որոշվում է կախարդական հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չի որոշել ինքը կապի խաղաղ պայմաններում, թե պատերազմական պայմաններում։ Եղած ինդիկատորներով չի երևում, որ Նիկոլ Փաշինյանն ունի այն նույն ընդունելությունը Կրեմլում, ինչ ենթադրենք Սաակաշվիլին կամ Յուշենկոն։ Իր ծրագիրն իրականացնելը շատ բարդ է լինելու։ Երաշխիքներ է տվել Վլադիմիր Պուտինին, որ չափը չի անցնի։ Կհասցնի։ Իհարկե։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքագետ Արմեն Մինասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ։ Ես եմ շնորհակալ հյուրընկալության համար։ Հաղորդումը կուզեի սկսել հղում տալով Նիկոլ Փաշինյանին, որքան էլ որ դա ինձ համար ցանկալի չլինի, այդուհանդերձ ժամանակ առաջ արել է մի հայտարարություն, որը մեծ հաշվով քննարկվեց, բայց ոչ այնպես, ինչպես որ երևի թե պետք էր։ Եթե ես չընտրվեմ եւ ուշադրություն քաղաքացիական պայմանագիրը չլինի սահմանադրական մեծամասնություն, ապա կլինի պատերազմ։ Այն որ այս մեսիջը սեփական ժողովրդին շանտաժի ենթարկելու համար էր կամ հարկադրանքի համար էր, ինչը նույնպես քրեորեն պատժելի է, դա շատերի համար հասկանալի էր։ Այդուհանդերձ այս մեսիջը առավելապես ներքին լսարանի համար էր, թե նաև եւ հատկապես աշխարհաքաղաքական այն շրջանակների համար էր, որոնց համար Նիկոլ Փաշինյանը գործ է անում։ Ինչու որովհետեւ կա գնահատական, որ այդ շրջանակներին պետք է որ նվազի Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, որովհետև այդ պիսով ավելի խոցելի եւ ավելի կառավարելի կդառնա։ Հարցը բարդ է, բաժանենք մի քանի մասի, հա։ Վերջից գանք։ Նախ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմություն արտահայտությունը շատ հեղեղուկ է։ Զուտ քաղաքագիտության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը բարձր լեգիտիմություն որպես այդպեսին չուներ ընտրությունը 21 թվականի ընտրություններին ստացավ եւ այսօր էլ ակնհայտ է որ չունի։ Մեր հասարակության մեջ, այսպես ասենք, Նիկոլին չուզողները ճնշող մեծամասնություն են։ Այլ հարց թե էլեկտորալ վարկը ինչպես է դրսևորվում ընտրողների։ Հիշեցնեմ, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը չի ստացել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ձայների մեծամասնությունը, նա ստացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Սա ֆորմալ։ Իրականության մեջ լեգիտիմությունը Հայաստանի նման երկրում, նամանավանդ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարի պարագայում, երբ երկրի ինքնիշխանությունը հասցված է, սուբյեկտությունը հասցված է գրեթե զրոյի, այդ լեգիտիմությունը որոշվում է կախարդական հայտարարություններով օտար հարթակներից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը որ լինի այսպես 100% հասարակության կողմից ատելի, բայց օտար սվիններով մնա իշխանության, կհամարվի լեգիտիմ, որտեվ շնորհավորել են։ Շնորհավորողները, ճանաչողները Հայաստանի հասարակությունն ու Հայաստանի քաղաքացին չէ։ Սա ինչ վերաբերում է լեգիտիմությանը։ Այս կոնտեքստում եթե նայենք նրա հայտարարությանը, այդ հայտարարությունը բնականաբար արտաքին լսարանն էլ դա լսում է որոշակի հետևություններ անում է, բայց գլխավորապես ուղղված է ներքին լսարանին։ Դրա նպատակը մեր հասարակության մեջ եղած առանձին սեգմենտների վախը շահագործելն է, վախը պատերազմի հանդեպ։ Այսինքն մարդկանց դնել ընտրության առաջ, որ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Բնականաբար ստում է։ Ինչու է ստում, որովհետև գրեթե նույն տեքստն ասվում էր 2021 թվականին ընտրություններին, չէ՞, էլի խաղաղության օրակարգով էր ընտրությունների մասնակցում, էլի բանակցում էր, էլի դելիմիտացիա էր անում եւ այլն, բայց այդ ընտրություններից հետո հիշեցնեմ, որ մենք ունեցել ենք 22 թվականին ռազմական գործողություններ հարյուրավոր զոհերով Հայաստանի Հանրապետության սահմաններին եւ ունեցել ենք 23 թվականին Արցախի
բռնի հայաթափում, էլի հարյուրավոր զոհերով։ Համադրելով այս երկու ցիկլերում նույն հայտարարությունները, կարելի ասել, որ Նիկոլ Փաշինյանը բնականաբար ոչինչ չի երաշխավորում, պարզապես որպես տեխնոլոգիա փորձում է շահագործել հասարակության վախերը։ Հիմա հասարակությանը ճիշտ ուղեր ձգելու համար պետք է հստակ ասել, որ խաղաղության եւ պատերազմի հարցերը Նիկոլ Փաշինյանը չի որոշում։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարած Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չի որոշել ինքը կապրի խաղաղ պայմաններում, թե պատերազմական պայմաններում։ Իսկապես, ի վիճակի չի, սուբյեկտություն չունեցող երկիրը ի վիճակի չի որոշել այն միջավայրը, որտեղ ինքը իրան կոմֆորտ կզգա։ Ինքը ստիպված է արձագանքել իր շուրջ ձևավորված միջավայրին։ Ամենապրիմիտիվ դիտարկումը հայրիկ ընկերներից մեկը Միհրանն էր գրել, որ Նիկոլ Փաշինյանը մեծ աչքով հաթաթայ է տալիս Լուկաշենկոին, որովհետև Լուկաշենկոից չի վախենում։ Բելարուսյան ոչ մի բան չի կարող անի Հայաստանի հետ։ Բայց ինքը ի վիճակի չի այդ նույն ձևով, նույն ոճով արձագանքի օրինակ Ալիևին։ Կապ չունի հայկական ժառանգությունը կոչնչացնեն, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հանդեպ որոշակի բացահայտ նկարտումներ կդրսևորի։ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չի արձագանքել դրան, ավելին ինքը եւ իր թիմակիցները առանց ամաչելու հայտարարում են, որ եթե մենք ձեն հանենք, կսադրենք։ Պատերազմ կլինի։ Այսինքն այդ արտահայտությունը եթե բանաձևենք, հետեւյալն է, եթե ես լինեմ իշխանության, խոստանում եմ, որ չենք սադրի, նույնիսկ եթե մեզ բռնաբարեն։ Փաշինյանի աջակցության մասին կոնկրետ հայտարարություններ աջակցելու մասին ուղիղ եղել են Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ համադրելու համար Հյուսիսից, Ռուսաստանից կոշտ հայտարարություններ են, ճիշտ հակառակ։ Բայց ստացվում է այնպես, որ այդ կոշտ հայտարարությունները միևնույն է, արդյունքում օգնում են Նիկոլ Փաշինյանի։ Դիագնոզ դնելու համար երբ պետք է ժամանակ ասնի, որպեսզի ճիշտ ախտորոշենք մենք ինչ պայմաններում ենք ապրում, որոշումները որտեղ, ինչ դրդապատճառներով են կայացվում։ Բայց այն, ինչ այսօր տեղի ունենում, եթե մի քիչ վերևից նայենք, թռչնի բարձրությունից, վերլուծելու համար մի մեթոդաբանություն կառաջարկեի։ Որոշումները, քայլերը ով ինչ է հայտարարում, կարծես թե էական չի, քայլերը։ Հանրային ընկալումների եւ տրամադրությունների հանրությունը տվյալ դեպքում արձագանքողի դերում է։ Հանրությունը տվյալ դեպքում արձագանքողի դերում է, այսպես ասենք, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրությունը կատարում է Մակրոնի կամ Միացյալ Նահանգների փոխնախագահի կամ Ռուսաստանի նախագահի ու վարչապետի հայտարարություններով։ Միանգամայն այլ մոտիվատորներ կան ընտրություն կատարելու, բայց քաղաքական հայտարարությունները երբ որ արվում են, թույլ են տալիս վերլուծել։ Իսկ ինչու են արվում, որն է նպատակը։ Ակնհայտ է, որ Արևմուտքը իրականության մեջ փորձում է Հայաստանը դարձնել Ռուսաստանի դեմ պայքարի պլազդարմ, երկրորդ ճակատ։ Այն ինչի երկար ժամանակ փորձում էին Վրաստանի հետ անել, չստացվեց, հիմա փորձում են Հայաստանն օգտագործել այդ նպատակով։ Սա ակնհայտ է, չեն թաքցնում դա։ Նույնիսկ առաջանցիկ տեմպերով հայտարարություններ են անում եվրոինտեգրման հետ կապված, վիզաների ազատականացման հետ կապված, ձևավորում են ակնկալիքներ, փորձելով այդ թվում նաև մարդկանց էլեկտորալ վարքի վրա ազդել, որովհետև բլիթներ են խոստանում, այսպես ասենք։ Բայց ընդհանուր մոտեցումը դա է, որ առանց թաքցնելու թեւութիկունք են Նիկոլ Փաշինյանին եւ նրա վարչակարգին։ Ներառյալ այդ թվում նաև աչք փակելով բռնությունների, մարդու իրավունքների խախտումների եւ այլնի վրա, հա, ամենատարական բանը ասեմ։ Նիկոլ Փաշինյանի արձագանքը եւ իր սպասարկումների արձագանքը անակնկալ չի, բայց միջազգային հանրությունը կարելի ասել արդեն 3 շաբաթ որը կերպ չի արձագանքել Հայաստանում տեղի ունեցած սարսափելի դեպքին։ Տեղի ունեցել մանկապակցության դեպք, տեղի ունեցել դեպքը կոծկելու ուրեմն մտադրությամբ անտեսելու եւ անգործության դրսևորում եւ 4-րդ իշխանության քաղաքացիական հասարակության ջանքերով ստիպված պետություն արձագանքելա, դեռ չգիտենք էլ վերջը ինչա լինելու։
կարող է անակնկալ մատուցի եւ արդարացնեն բարձրի բոլորս գիժենք։ Բայց միջազգային հանրություն կոչվածը, իրավապաշտպան կառույցներ կոչվածը որևէ արձագանք չեն տվել։ Պատճառը ո՞րն է։ Այդ նույն սատարման ժեստն է։ կոնտեքստում է, չէ՞։ Նորմս առաջին դեպքը չէ, երբ չեն արձագանքում։ Եվ սրա զուգահեռ այս նույն համատեքստի մեջ նաև գործածվում է հիբրիդային պատերազմ, ֆստան, տարբեր բառեր, չթաքցնելով, որ Հայաստանը դարձնում են ռուս արևմտյան, ուրեմն բախման կիզակետ։ Չթաքցնելով, որվա իշխանությունը չի թաքցնում, որ ինքը արևմուտքի Ռուսաստանի դիմակայության մեջ ուզում է լինել այսպես ֆրոնտ։ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ռուսաստանի դիրքորոշումը բնականաբար մի քանի էլեմենտ կարելի է տարբերակել։ Նախ Ռուսաստանը կարծես թե Ուկրաինայով շատ է զբաղված, որպեսզի Հայաստանով շատ լուրջ զբաղվի։ Երկրորդը Ռուսաստանը կարծես թե որոշակի ապահովություն է զգում։ Կարող եմ դա բացատրել, չգիտեմ, ռազմաբազայի ներկայությամբ, կարող եմ դա բացատրել Հայաստանի ներքին կյանքում իրականում շատ ավելի խորը ներկայության, աննկատ ներկայության պայմանավորվածություն կարող է լինել։ Կարող է լինել նաև պայմանավորվածություն երկկողմ չեմ բացառում, բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի խնդիր Վլադիմիր Պուտինի մոտ ընդունելություն գտնելու կառուցողական դիալոգի եւ այլն։ Համենայն դեպս շատ են սիրում ռուսական քարոզչական հատկապես բանում համեմատել Սաակաշվիլու էպոխայի հետ կամ չգիտեմ Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության այդ էպոխայի հետ, բայց օբյեկտիվ երբ որ վերլուծում ենք եղած ինդիկատորներով չի երևում, որ Նիկոլ Փաշինյանն ունի այն նույն ընդունելությունը Կրեմլում, ինչ ենթադրենք Սաակաշվիլին կամ Յուշենկոն։ Հիմա հարցս եթե ավելի հստակեցնենք։ Հիմա որ բերենք, այսպես ասենք, Նիկոլ Փաշինյանը սեփական կամքով կամավորագրվել է արևմտյան շահերի սպասարկմանը, բայց կարծես թե անհրաժեշտ երաշխիքներ է տվել Վլադիմիր Պուտինին, որ չափը չի անցնել։ Ինչպես որ աշխարհաքաղաքական կոնսենսուսով Փաշինյանը եկավ իշխանության, այնպես էլ հիմա էլ կա այդ նույն կոնսենսուսը նրան դեռ պահելու իշխանության։ Առնվազն այդպիսի զգացողություն ունենք, որովհետև այն ինչ-որ տեղի է ունեցել վերջին 8 տարում Հայաստանի հետ եւ այն արձագանքները, որ կան սուր դիմակայության պայմաններում Ռուսաստանի արևմուտքի միջև, Իրանի արևմուտքի միջև, չգիտեմ, Եվրոպա Միացյալ Նահանգներ հարաբերություններում կամ Չինաստան Միացյալ Նահանգներում տպավորություն չունեք, որ որևէ մեկը դժգոհ չի Հայաստանի շուրջ եւ Հայաստանում տեղի ունեցողից։ Աշխարհի որևէ անկյունից լսել եք որևէ իրական մտահոգություն։ Շատ կարևոր է, որ դժգոհ լինենք մենք իբրև հանրություն։ Մենք որպես հանրություն սա առանձին խնդիր է, երբ որ մենք խոսում ենք արտաքին դերակատարների մասին ու խոսում ենք հնարավոր կոնսենսուսի մասին, այդ կոնսենսուսի մեջ մեր հանրությունը չի մտնում։ Բայց պարոն Մինասյան, հանրության դժգոհությունը այնուամենայնիվ կարող է որոշակիորեն ազդել արտաքին միջավայրում կայացվող որոշումների վրա։ Դժգոհությունը հստակ օրակարգով իսկապես վերածվի ազդեցիկ քաղաքական կապիտալի, այդ կապիտալը չի կարող չազդել ցանկացած որոշման վրա։ Այսինքն շատ հայտնի խոսք է, եթե հիվանդն ուզում է բուժվել, բժշկությունը որոշի բանով չի կարող խանգարել, հա։ Այսպիսի իրավիճակում ենք, առաջին հերթին մեր հանրությունը չունի ցանկություն կամ հանրությունը, որպես մենք չմեղադրենք բոլոր մեր համաքաղաքացիներին, այսպես մեր քաղաքական դասը լայն իմաստով։ Այս հարցին դեռ կգանք, շատ կարևոր հատված եմ համարում, հետևաբար առանձին բաժին կտրամադրենք։ Հիմա կարևոր է նաև արձանագրել, պարոն Մինասյան, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, ապա Հայաստանին ինչ հեռանկար է սպասվում, առհասարակ հեռանկար սպասվում է, թե չէ։ Լիբանանյան հեռանկարը, օրինակ, լիբանանացման հեռանկարը անխուսափելի է դառնում։ Լիբանանացում ապրելու համար պետք է ունենալ Լիբանանի ուրեմն էթնո-կոնֆեսիոնալ այդ բարդ կառուցվածքը, Լիբանանը իսկապես առանձին դեպք է։ Ես ավելի շատ նկատի ունեի մասնաբաժիններով կառավարման իրավիճակը։ Բայց տարբերակով գուցե դժվարանում եմ ասել։ Այստեղ այսպես ասենք, մեր համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը, Հայաստանի իշխանությունը, Հայաստանի հանրությունը ցանի իրավունք ունենա սեփական ճակատագիրը վճռող որոշումների կայացման process-ում։
Մեր ողբերգությունն այն է, որ այսօր Հայաստանը իրականում ենթարկվում է որոշումների, որոնք չեն կայացվում Հայաստանում։ Մատուցվում են որպես մեր շահերից բխող, բայց դրանք ամենևին էլ չեն կայացվում Հայաստանում եւ դրանք քննարկված չեն հայ հանրության կողմից։ Մեզ պատրաստի փաթեթներ են տալիս, պատրաստի կլիշեներով։ Այս մեղադրանքը իշխանությանն է, թե նաեւ ընդդիմության։ Իշխանությանը, ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին։ Հիմա մենք ունենք շատ սկզբունքային խնդիր, ինչ է ուզում հայ հանրությունը։ Մեր հայ ժողովրդի երջանկության համար ինչ է պետք։ Մենք կառուցել ենք կոորդինատների համակարգ, մենք տեղադրել ենք այդ համակարգը։ Ըստ ում, պարոն Մինասյան։ Ըստ հայ ժողովրդի։ Չէ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից այդ պատասխանը տալիս է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը բերում է շատ պրիմիտիվ լուծումներ, ասում է հայ ժողովուրդ դու մտածեք քո երջանկության մասին, ես մտածում եմ քո երջանկությունը էժան վիզերն է, Կիպրոսն է, քեշբեքն է, թոշակի եւ բանն է, վիզաների ազատականացումն է։ Այդ է քո երջանկությունը։ Ինչ կապ ունի այստեղ թուրք կապրի, հնդիկ կապրի, պակիստանցի կապրի, ինչ կապ ունի դու հայերեն խոսես, կերկրպագես Բուդդային, թե Ալլահին, դրանք էական չեն, կարևորը վիզերն է, փառատոներն են, սա մատուցում է, բայց հայ ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը, կրթական համակարգը, մշակութային, գիտական, էլիտան, ինքը արտիկուլացնում է, ինչ է երջանկություն, վերջես մարդիկ ուր պետք է գնան։ Օրինակ ես շատ կարևոր հարց ունեմ, իմ համար ես շատ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի կայացած պետություն։ Բոլոր կայացած պետություններում պետությունը պետք է սահմանի կանոններ եւ հետեւի այդ կանոնների պահպանմանը։ Աստվածաշնչից սկսած մինչև ժամանակակից ամենամոդեռն պետությունը սկզբունքային խնդիր է դնում բռնաբարությունը, մանկապղծությունը, սովետական միությունը մարդկության պատմության մեջ ամենադաժան քաղաքական ռեժիմներից մեկն էր, բայց սովետական միությունում բռնաբարության դեպքը իրավապահ համակարգից մինչև այսպես քրեական միջավայր եղել է խիստ դատապարտելի։ Հիմա ես կարող եք բացատրել Հայաստանում ինչ է սենց իներտ վիճակ։ Դեպքը բացահայտվի, ինչի է իներտ վիճակ։ Դուք պիտի բացատրեք, պարոն Մինասյան։ Որովհետև մի մասը իրան համոզել է, որ կարևորը վիզերն է, ոչինչ որ բոլորին կբռնաբարեն։ Այդ մի մասը իրան համոզել է, որ կարևորը փրկությունն է։ Բայց այստեղ կարևոր են համոզողները, պարոն Մինասյան։ Համոզողները, ծրագրերը, նպատակները։ Իսկ միգուցե մարդկանց հետ խոսենք, պարզվում է, որ մարդիկ շատ ավելի ռացիոնալ նպատակադրումներ ունեն, քան այն ինչ որ հանրային դիսկուրսում է հնչում։ Սրա վերաբերյալ դուք օրինակ ասում եք, որ հայ ժողովուրդը իրականում չի հրաժարվել պետության մասին իր իղձերից, ռացիոնալ մտածումներից, պահանջատիրությունից, պարզապես հիասթափվել է այդ օրակարգերը առաջ տանողներից։ Եվ հիմա մեր առաջ տանողներից եւ առաջ տանելու ձևերից։ Եվ հիմա այդ հանրությանը, մեր հանրությանը պետք են նոր ձևակերպումներ։ Հիմա, օրինակ պահանջատիրության վերաբերյալ, պարոն Մինասյան, մեր հանրությունը, որը վերջին տարիներին շատ ծանր սթրեսների կիզակետում է, պատերազմ, ռազմական գործողություններ, էթնիկ զտում եւ անդադար հիբրիդային պատերազմի թիրախում է, հիմա այդ հանրությանը, օրինակ պահանջատիրության հետ կապված, ինչ ձևակերպում պիտի մատուցեք, որ այն ոչ թե տրավմատիկ հնչի եւ ընկալվի, այլ ճիշտ ճանապարհ ընկալվի։ Դե նախ պետքա ձևակերպել այդ պահանջատիրությունը։ Իսկ ինչն ենք մենք ուզում։ Պահանջատիրությունը անպայման չի նշանակում, որ մենք ուզում ենք մեր պատմական հայրենիքը առավել եւս վաղը եւ այդ։ Պահանջատիրությունը նշանակում է, իսկ մենք ուր ենք ուզում գնանք, որոնք են մեր ամբիցիաները, մենք ինչ ենք անում այդ ամբիցիաներին հասնելու համար եւ ինչ ենք պատրաստ զոհել հանուն այդ ամբիցիաների։ Հիմա Սրանք պետք է հստակ ձևակերպվեն։ Պարոն Մինասյան, եթե սրա ձևակերպումը չկա, ընդ որում սրա ձևակերպողները էլիտան պետք է լինի, էլիտայի ներկայացուցիչները։ Եթե չկան այս ձևակերպումները, նշանակում է սա ինքնին պատասխան է ցանկություն չունենալու,
Չէ, Թե տեսեք, դուք շատ անկարողության։ ճիշտ եք ասում, էլիտան պետք է ձևակերպի, բայց մեր էլիտան չի ձևակերպում եւ ես եմ հասկանում, ի վիճակի չէ ձևակերպել։ Այստեղ կան նաեւ օբյեկտիվ խնդիրներ։ Մեր այսօրվա էլիտան ես մի գրառմամբ ֆիքսել եմ։ Մենք գործ ունենք Ղարաբաղյան շարժման հետ։ Ուզենք թե չուզենք, Հայաստանի այսօրվա լայն իմաստով քաղաքական դասը, ներառյալ քաղաքական գործիչները, ներառյալ գիտակրթական ամբողջ միջավայրը, մշակութային միջավայրը, ինքը 80-ականների Ղարաբաղյան շարժման ծնունդ է, հա? Դա այդ հյուսվածքն է, Ղարաբաղյան շարժումն են մեծ մատրիցան է, որի մեջ նստած են բոլորը, կինոռեժիսորից մինչև Նիկոլ Փաշինյան, ընդդիմադիր լրագրող եւ հետո վարչապետ։ Բոլորը, բոլորի կողմնորոշիչը Ղարաբաղյան շարժումն է։ Բոլորը աշխարհի մասին պատկերացումները, չարի, բարու մասին պատկերացումները Ղարաբաղյան շարժման կոնտեքստում են անում։ Հա? Ես պնդում եմ, որ Ղարաբաղյան շարժումը այն ինչ որ կար 80-ականներին, ինքը իրան շատ վատ ձևով սպառեց։ Ինքը իրան սպառեց Ղարաբաղի հայաթափմամբ։ Այսինքն Ղարաբաղի խնդիրը օրակարգից դուրս են բերել, բայց այն ամեն ինչը ինչ ձևավորվել է դրա շուրջ, տակավին մնում է օրակարգում։ Եվ խոսում է բաներ, որոնք ակտուալ չեն։ Ոչ թե ակտուալ չի, որ Ղարաբաղի, Արցախի հայությունը ունի իր հայրենիք վերադառնալու հավաքական իրավունք, հասկանում եք, ոչ, այդ իրավունքը կա եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ իրավունքը իրացվի, բայց այդ իրավունքի իրացումը տեղի չի ունենալու այն տրամաբանության ներքո, որ կար 80-ականների շարժման հիմքում եւ որը այսօր նաեւ շարժում է քաղաքական դասին։ Կապ չունի համալսարանի դասախոսից մինչև ազգային ժողովի падգամավոր։ Թորոսյան Արսենն ամբողջ կյանքում վախենալու է խոսի Ստեփանակերտի եկեղեցու մասին, վախենալով Ալիևին սադրելուց։ Հասկանում եք, որտեղ ինքը ապրում է այդ տրամաբանության մեջ։ Իսկ այդ տրամաբանությունը իր մեջ ներառում է ամենա թեկուզ մեծ ձեռքբերումներ, բայց նաև այն արատավոր երևույթները, որ մենք ունեցել ենք 30 տարում։ Այդ ազգային ժողովի մեծ մասը բանակից փախածներ են։ Բանակում ծառայելը դրանց համար գենետիկ վախ է։ Եվ իրանք դա պրոյեկտում են հասարակության վրա։ Դրա համար փորձում են շահագործել պատերազմով վախեցնելով։ Որովե նորմալ երկիր իր քաղաքացում պատերազմով չի վախեցնում։ Պատերազմը քաղաքական որոշումներ կայացնելու գործիք է։ Պարոն Մինասյան, բա հիմա ոնց հասկանանք ինչ է ուզում մեր հանրությունը իրականում։ Մեր Ես հասկանում եմ գործիքներ կան։ Ես ասեմ օբյեկտիվ ինչ է ուզում, ինչքան էլ դու Նիկոլ Փաշինյանը որոշի, որ Արարատ լեռը սուրբ չի եւ սիմվոլ չի, ինչքան էլ մյուսները վախենան այդ մասին խոսելուց, այս հասարակությունը գլուխը կախկնում է Վերնիսաժի Արարատի Սարահարն է։ Դուք տեսեք, որ Սփյուռքայի որ գա Հայաստան ու չառնի այդ սիմվոլով ինչ-որ բան հուշանվեր։ Այսինքն քաղաքական դասն այլ տեղ է ապրում, իր հարցերը այլ տեղ է լուծում, հասարակությունն այլ տեղ է ապրում։ Ես ընդհանրապես ասում եմ, որ այս հասարակությանը պետք է միանգամայն ոչ թե մարդիկ նոր մարդիկ չեն ծնվելու, այլ նոր օրակարգեր, նոր ձևակերպումներ, նոր մեխանիզմներ։ Ըստ որում դրա ամենաառաջնային էլեմենտը պետք է լինի, որ Հայաստանը երբեք չի կարող լինել ինչ-որ գերտերությունների հակադրությունների կիզակետում։ Մենք մեր խնդիրները պետք է լուծենք կամուրջներ կառուցելու։ Ես ենթադրում եմ, որ կարող է մեր զրույցի սկզբնամասը հատկապես որոշակի իմաստով ապա մոտիվացնի լսարանին։ Հենց սրան հակազդելու համար առաջիկայում կարևոր օրեր են, ընտրություն է սպասվում եւ շատ կարևոր է բարձր մասնակցությունը։ Մենք տեսնում ենք անգամ եվրոպական երկրների օրինակով, որ բարձր մասնակցությունը փոխում է պատկեր։ Ինչու՞ չի կարող փոխել Հայաստանում։ Եվ շատ կարևոր է նաև այն հատվածը հանրության, որը անտարբեր է, որը ունի պատասխան, որ իմ ընտրությամբ ոչինչ չի փոխվելու, ես չեմ գնալու ընտրության, որևէ մեկին չեմ ընտրելու, պիտի այդ հատվածը հասկանա, որ իր այդ արտահայտությունը ես որևէ մեկին չեմ ընտրելու, ինքնին արդեն ընտրություն է եւ ի օգուտ իշխանության ընտրություն է։ Եթե օբյեկտիվ վերլուծենք, այո,
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մի ստվար զանգված հրաժարվում է գոնե վերջին հարցումները մինչև գնալ քվեարկության եւ իմ անմիջական շփումներից դատելով կարող եմ ասել, որ նրանք, ովքեր հրաժարվում են, ըստ էության դեմ են օրվա իշխանություններին, հա, բայց չեն կողմնորոշում, թե ում կարող են ձայն տալ կամ հանուն ինչի գնալ քվեարկության։ Ու այդ մարդկանց պետք է ընդհանրապես ասել, որ ընտրություններն այն մեխանիզմներ չեն, որոնց հետ ես հույս եմ կապում, որ Հայաստանում իշխանություն պետք է փոխվի, անկեղծ լինեմ։ Որովհետև ցածր մասնակցության պարագայում Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի նամանավանդ, երբ որ իր արևմտյան գործընկերները ամեն տեսակ վատ դրսևորումների վրա աչք են փակում, ինքը ոչ մի խնդիր չունի, նույնիսկ ընտրակեղծիքների գնալու եւ ինչը փայլուն անում է հենց այս օրերի կոնկրետ օրինակ կբերեմ, բայց հասարակությունը պետք է գիտակցի, որ եթե ինքը զանգվածաբար դուրս գա քվեարկելու ու տեր կանգնի իր քվեին, Նիկոլ Փաշինյանի համար իր ծրագիրն իրականացնելը շատ բարդ է լինելու, գրեթե ամենուր։ Ուստի իսկապես կարևոր է, որ մարդիկ գիտակցեն ընտրության գնալու կարևորությունը եւ լինեն մաքսիմալ ակտիվ։ Ինչ վերաբերում է բուն ընտրական process-ներին, ելի եմ ասում, ընտրական process-ի հետ կապված մենք ունենք շատ լուրջ խախտումներ, նույնիսկ ողջամտությանը հակասող խախտումներ, որոնք ըստ էության կանխորոշելու են այդ քվեարկության ելքը կամ առնվազն հրապարակվելիք ելքը, թե ինչ կլինի օբյեկտիվ, ես դժվարանում եմ ասել, բայց հրապարակավ ելքը կանխորոշում են։ Ընդհանրապես մի սիմվոլիկ օրինակ բերեմ, այսօր թիվ 1 ընդդիմադիր ուժ է համարվում մեր ձևովը, հա? Ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստան։ Հիմա այդ քաղաքական ուժի գովազդային պաստառները ես նայում, ճիշտ ասած, Սևանի մայրուղով գալիս եմ, լիդերների նկարն է, Սամվել Կարապետյանը եւ Կանդազը բոլորին հայտնի, հա, ու մենք այսօր ունենք վիճակ, որ երկուսն էլ սահմանափակումների տակ են։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պաշտոնական քարոզարշավի շրջանում, իշխանության գլխավոր հակոտնյա ուժի առաջնորդները, որոնց դեմքով ֆեյսը, որոնց դեմքով ուժը փորձում է քարոզարշավ ծավալել, գտնվում են սահմանափակումների տակ։ Հետևաբար ընտրությունների հետ ժողովրդավարության յուրահատուկ դրսևորում, պարոն Մինասյան։ Դե, այսպես ասենք, հավանաբար Մակրոնի երազած ժողովրդավարության։ Դե կարող է գալ այստեղ ապրել։ Դե չգիտեմ, ապրում է էլի վազում է, չէ՞։ Կան հաճելի է։ Շանս ունի ընդդիմություն, ռեալ։ Միշտ կա շանս, այսօր էլ կա, վաղն էլ կա, միշտ կա շանս։ Ընդդիմությունը ունի ամենագլխավոր զենքը հասարակության մեծ մասը չի ուզում, որպեսզի process-ներն ունենան այն ընթացքը, որ այսօր ունեն։ Այլ հարց, թե ով, ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ծրագրով պետքա շահի այդ հասարակության վստահությունը, հասարակության մեծամասնության մոբիլիզացնի եւ այդ մոբիլիզացված հասարակությանն ուղղորդի դեպի իշխանափոխություն։ Կլինի ընտրություններով, չի լինի ընտրություններով, էական չի։ Հայտի ֆիլմում ասվում, չէ, համայնքը զորավոր է։ Հիմա պետք է համայնքին համոզել, որ ինքը զորավոր է։ Չէ, համայնքը գիտի, որ ինքը զորավոր է, բայց համայնքը այսօր հակված չի ինչ-որ բանի։ Եվ եթե օբյեկտիվ լինենք, այդ ինչ-որ բանն էլ ձևակերպված չի։ Ես մի փոքր դառնությամբ կխմբագրեմ, ինձ թույլ կտամ խմբագրել ձեր ասածը։ Վերջին տարիներին պատկերը նրա մասին է, որ ոչ թե համայնքն է զորավոր, այլ Նիկոլ Փաշինյանին սատարող մարդկանց համայնքն է զորավոր։ Չի ասի։ Մոբիլիզացված եւ մոտիվացված։ Չի ասի, կար ժամանակ, երբ որ այսպես ակտոր էին կտրել։ Նման բաները չափելու լավ մեթոդաբանություն կառաջարկել։ 21 թվականին ընտանեկան միջավայրում, երբ որ նստում էին ժամանակին, Նիկոլի սատարողները բավականին ակտիվ էին։ Հիմա իրանք հոգու խորքում սատարում են, բայց առերևույթ հայոյում են։ Բայց վստահ չեք, որ ակտիվն են լինելու ընտրություններին մասնակցելու տեսան։ Իրանք ակտիվ գնալու են ընտրության։
Բայց մենք խոսում ենք հասարակության մոբիլիզացիայի մասին։ Առաջիկայում ամենակարևոր մոբիլիզացիան պիտի դրսևորվի ընտրություններին մասնակցության։ Դե ես ասում եմ, քանի որ հանրության մեծ մասը տրամադրված է դեմ, բայց կողմնորոշված չի, վերընդդիմությունը խնդիր ունի այսպես արթնացնել այդ մարդկանց։ Կհասցնի։ Իհարկե, եթե ճիշտ աշխատեն, եթե մարդկանց հստակ ճանապարհ ցույց տան, ինչ են ուզում, ինչի համար, հանուն ինչի։ Շնորհակալություն։